Ցեք ունեն ու ելույթը։ Ժողովուրդ ջան, ժողովուրդ։ Մանուկ Սուքասյան։ Շնորհակալություն։ Սիրելի երևանցիներ, բյուջեի վրա ծախսը ավելացնող հերթական նախագիծն է սա։ Հիմա անդրադառնամ ըստ կետերին, այստեղ հակուստ ճղելու հետ կապված էր ասում պարոն Հավինյանը, որ պարզվում է, որ անիվով դասարանցուն 1 միլիարդ հա տվել ընկերուհու կնոջ ընկերուհուն 1.5 միլիարդ ու դրա արդյունքում ոչ մեկը շոր չի ճղել, դա այնց հետո դժվար թե ինչ-որ մեկ ինչ-որ բանի վրա սահմանա կամ շոր ճղի։ Հիմա ըստ էության այդ նախագծի վերաբերյալ տպավորությունն է, որ սայլը բերում ձիուց առաջ են դնում։ Տրանսպորտային ռեֆորմների հիմքում պետք է լիներ նման կենտրոնի ստեղծումը, որը կաներ համապատասխան վերլուծություն եւ վստահ եմ նաեւ ռեկոմենդացիա կտար, որ քաղաքը այս այլանդակ չափերով չմեծանա։ Որովհետեւ եթե պիտի այդ մեքենաների վիճակագրությունը որ բերում եք, այսքան տրոլեյբուս է գալու, էլի ավտոբուսներ գալու, դե ասելու քաղաքի բնակչությունը մեծանում է, իսկ եղածինը չի բավարարում տրանսպորտը, էլի պիտի առնենք, այդ ավտոբուսներն էլ բերեք խցկեք, այդ փողոցների թողունակությունը նեղանա, ինչքան ուզում ես կառավարման կենտրոն ստեղծի, կառավարման կենտրոն ասելու է ինչ բնակչություն եւ շարժ ապահովել եք, ըստ այդմ էլ մենք կառավարում ենք օրինակի համար, որտեղ այնքան արդեն իսկ անդառնալի բաներ ա եղել, որ այդ կառավարման կենտրոնի գործունեությունը չպետք է լինի, այլ սլակ հավարի նման ընդամենը միտեղ սվետաֆորը մի քիչ շատ պահեն կանաչը, միտեղ քիչ կախված բանից, ծառաբեռնվածությունից, հա։ Բանի հետ կապված քաղաքը բեռնաթափելու կարմիր գծերի մյուսի։ Դրան զուգահեռ 1-2 գոնե վերգետնյա կամ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել եք, ոչ։ Այդ կարմիր գծերի հետ կապված որ ասում եք 40,000-ը դարձել է 8,000։ Այդ որ փաթեթները առնում են հունվարին, այդ նախկինում էլի անդրադարձ ա եղել, բայց 32,000 վարորդը ոչ են արտագաղթել այս երկրից։ Ուղղակի նրանք, չգիտեմ, օրեկան կամ ամսական փաթեթ են ձեռք բերում կամ մի ժամվա դիմաց նախկին 100 դրամի դիմաց վճարում են 300 դրամ, որն է գալի դառնում այն հավելյալ 1 միլիարդը, որը մտնում է բյուջե, որն է դառնում է, չգիտեմ, օրինակի համար պարքեավճ։ Այդ մարդիկ չեն վերացել ու շարունակում են վարորդների թիվը ավելանալ։ Հիմա նաև այստեղ ասվեց, որ 10-11,000-ով վարորդների մեքենաների թիվը ավելանում է, էլի ավելանալու, այս էլի Շենգայիթ վարչական շրջանում հասարակական մեծածախ ինչ-որ շինություն, ձուլակտորների տարբեր արտադրատեսակներ, լավ նաև արտադրական հզորությունները գոնե կարելի է մի քիչ սահմանափակի, որտեղ ամեն արտադրական հզորություն նշանակում է բեռնատարների հոսք, քաղաքի էս մի ծայրից այն մի ծայրը։ Մի քանի բեռնատարը, մի քանի տասնյակ մեքենայի շարժախցանում, հմել միտումը տանում եք նրան, որ պետք է բան արվի, սահմանափակումներ մտցվի, խոսվում է նաև որոշակի, չգիտեմ, ինչ-որ ժամերով, ինչ-որ մեքենաների հետ կապված կենտրոնը սահմանափակել։ Այս տենդենսներով որ դուք գնաց, դուք պիտի ոչ թե ավտոբուս կամ տրոլեյբուսներ մուծեք, այլ ձի, որ հեծյալ ոստիկանություն լինի, որ այդ բան անեն, հա, հսկողությունը, երթևեկությունը կանոնակարգեն ձերը, այդուհանդերձ մեքենաների արանքով շարունակում են երթևեկել։ Իսկ քաղաքական խոսույթի մասով տիկնակ եւ պարոնակ մի քիչ մարդկայնորեն հասկանալի է, որ այդքան հերթականությունով տարբեր թիմերում պարտվելուց հետո վաղաշաբաթում Պյուրոսյան մի հատ հաղթանակ եք տալել վարչական ռեսուրսով, կուտակումներով, ուղղորդումներով, ընտրակաշառքի դեպքերով, որ անգամ իսկ քրեական գործեր կան, դողսում սեղան եք գցել, մեկին $10,000 փող եք տվել եւ այլն եւ այլն, այտենց առանձնապես շատ ուրախանալու բան չկա եւ ինչ վերաբերում է այդ բաներից կապված էլ դպրոցները ինչքան, մանկապարտեզները, իսկ ձեր տված խոստումը քանի տոկոսն եք կատարել, ինչքան ես գիտեմ 30%-ի սահմաններում, այնինչ մի 7 ամսից տեղի ունենալու պարլամենտական ընտրություններ էլի։ Այդ ժամանակ կգնաք ասեք, թե ինչ եք թերի կատարել, թերին որն ասեն, կեսից քիչն է կարելի ձեր խոստացածի։ Իսկ որպես խոսքի ամփոփում Տիկին Վարդանյան, այդ կոմսոմոլի պահվածքը թողեք, անդադար փորձում եք ընդդիմությանը մասնավորապես Հայաստանի թիրախավորել, որ
ֆրակցիայում ձեր ռեյտինգը բարձրանա, ձեր ճանաչելիությունը բարձրանա, այլ եմ ասում, ձեր կուսակիցները Facebook-ում տեսեք ինչեր են գրում ձեր մասին, ֆեյքերը չէ, են որ մեր վրա կսալի, այդ ֆեյքերը չէ, ձեր կուսակիցները։ Դե լավ են անում, վատ են անում, հիմա դե հարցեր ունեք լուծելու, գնացեք ձեր կուսակիցներից ձեր հարցերը լուծեք, նոր շուռ եկեք, փորձեք մեզ բան ասեք, ինչ որ որակումներ տակ էլի։ Հիմա ամեն անգամ դուք մի բան ասեք, մենք պատասխանենք, այդ բանը գործ չունենք։ Պարոն Սուքեսյան, ավարտեք։ Մենք հանձնաժողովի նիստի ժամանակ քվեարկել ենք ձեռնպահ, բայց մեր խմբակցությունը ազատ է, մարդիկ որոշակի ազատ իրավունքի վերաբերմունքի իրավունք ունեն այս նախագծի հետ կապված։ Զիանա Քերոբյան։ Հարգելի գործընկերներ, պարոն փոխքաղաքապետ, պարոն Գրիգորյան, ուզում եմ ողջունում եմ կառավարման կենտրոնի ստեղծումը, դրա անհրաժեշտությունը առաջացել էր, պահը հասունացել էր եւ կենտրոնի նպատակներին ու գործառույթներին մեկտեղ ես կարծում եմ պետք է կիրառել նաեւ որոշակի սահմանափակումներ ավտոմեքենաների քաղաք մուտք գործելու հետ կապված։ Օրինակ մենք կիրառել ենք հիմա 2.5 տոննայանոց մեքենաների սահմանափակում փոքր կենտրոն, բայց կարծում եմ պետք է ավելի խստացնել, քաշը ավելի նվազեցնել, շատ մեծ խցանումներ են առաջացնում առաքման մեքենաները ցերեկվա ժամերին սուպերմարկետների մոտ, շինանյութի խանութների մոտ, նաև ոչ միայն փոքր կենտրոնում, այլ ընդհանուր քաղաքում։ Մոտեցումներ կան եվրոպական երկրներում, որ առաքումները կատարվում են գիշերային ժամերին։ Միայն օրինակ սահմանափակ երեկոյան ժամը 9-ից կամ 10-ից մինչև առավոտվա 6-ը, այլ ժամերի ոչ մի առաքումներ դեպի մատակարարումներ, դեպի մեծ սուպերմարկետներ եւ մեծ շինանյութի խանութներ չեն կատարվում։ Դա ճիշտ է, դժգոհությունների ալիք կարող է առաջացնել տնտեսվարողների մոտ, բայց դա նաև մեծ էֆեկտիվություն կունենա։ Եվս մի երկու ոչ պոպուլար, այսպես ասած, բայց էֆեկտիվ սահմանափակում կարող եմ առաջարկել, որպեսզի այդ ուղղությամբ էլ մտածել։ Մարդատար մեքենաների սահմանափակումը, ինչպես եվրոպական մի շարք երկրներում է, կենտ եւ զույգ օրերի համար, կենտ եւ զույգ պետհամարանիշներով երթևեկելու։ Եվ հաջորդը վերաբերվում է, մենք բոլորս նկատել ենք հանրակրթական դպրոցների հանգստյան օրերին, արձակուրդների ժամանակ, որքան է թեթևանում մեր երթևեկությունը։ Դրա հետ կապված կարող ենք եզրակացություն անել, թե ինչ մեծ է շարժը երեխաներին անձնական ավտոմեքենաներով հասցնել դեպի դպրոցներ։ Միգուցե մտածել սահմանափակման մասին, որպեսզի երեխաները դպրոցներ հաճախեն իրենց տարածաշրջանում, իրենց վարչական շրջաններում, համագործակցել կառավարության եւ կրթության նախարարության գործընկերների հետ եւ նման մոտեցումներ փորձել առաջ տանել։ Կսկսվի օրինակ առաջին դասարանից, հետո տարեց տարի կշատանա եւ ամենաշատը, ասենք, տեղափոխվում են ցածր դասարանի երեխաներին։ Հիմա բոլոր դպրոցները կարող են հաճախել, բայց ժամանակին սահմանափակված էին իրենց տարածաշրջանի, իրենց վարչական շրջանի դպրոցներով։ Այս մի քանի ճիշտ է խիստ են սահմանափակումները, բայց կարելի է նաեւ նկատի ունենալ, որպեսզի կիրառել անհրաժեշտության դեպքում։ Շնորհակալություն։ Նատալիա Սինարյան։ Հարգելի համաքաղաքացիներ, հարգելի գործընկերներ, չեմ խոսելու այսօրվա նախագծից, ներողություն եմ խնդրում օրակարգից շեղվելու համար։ Պարոն Գրիգորյան, շնորհակալություն նախագիծը ներկայացնելու եւ համբերատար հարցերին պատասխանելու համար։ Ես մեկ անգամ այս թեմայի շուրջ խոսել եմ եւ երկրորդ անգամ հիշեցնում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին։ Հանրապետության վարչապետի, ընտրված վարչապետի հարցերին այսուհետ մաքսիմում կոռեկտ արտահայտվեք եւ կարմիր գծեր մի սահմաններ մի հատեք։ Եվ կարող արտահայտեք նաեւ մեր բոլոր գործընկերների հանդեպ։ Այստեղ մեր գործընկերներից մեկը այսպիսի արտահայտություն արեց,
Վաղաշաբաթում գնացել եք ռեսուրս եք կիրառել, վարչական ռեսուրս եք կիրառել, Ժողովուրդ ջան, եկեք մի հատ հիշեցում էլ կատարեմ։ Ամենամեծ ռեսուրսը դուք եք ունեցել։ Եկեղեցական այսպես կոչված հոգևորականների հովանավորության ներքո էիք։ Հյուսիսից ինչ-որ գումարներ ձեզ մոտ էին գալի, բարերարներ ձեր մոտ էին։ Ով ասեց ձեզ հովանավորում էր։ Քիչ էր մնում հին աշխարհից, անդրաշխարհից քրմերի բերեք, որպեսզի վաղաշաբաթի կենտրոնում ձեզ համար քարոզարշավ անեն։ Եկել եք մեզ ասում եք վարչական ռեսուրս եք կիրառել։ Ինչպես նախորդ իմ ելույթում ասեցի նախորդ նիստի, այնպես է հիմա եմ վերահաստատում, Հայաստանի Հանրապետությունում ընտրողը ժողովուրդն է, որը որ իր ընտրությունը կատարեց վաղաշաբաթում եւ իր ընտրությունն է կատարելու 2026 թվականի ընտրություններում։ Եվ ընդդիմությանը իր բոլոր գույներով իր տեղն է ցույց տալու, ինչպես ցույց տվեց վաղաշաբաթում։ Գիտեք, մեր եւ ձեր տարբերությունը ինչումն է կայանում։ Ժողովուրդը շատ լավ գիտի ձեր հետևում ով է կանգնած, ինչ գույնով ուզում եք որ գաք, միևնույնն է հասկանա թե ինչ է կատարվում եւ ձեր հետևում ովքեր են կանգնած։ Այստեղ խոսեցիք Արցախից, Շուշիից եւ ինչ-որ միջանցքներից, Ժողովուրդ ջան, Արցախի հասցեատերը տվյալ հարցի Ռոբերտ Քոչյանը եւ Սերժ Սարգսյանն են։ Գնացեք ձեր քաղաքական հայրերին, այդ հարցը հղեք եւ այդ հարցի պատասխանը ունեցեք։ Հանրապետության վարչապետը մի քանի անգամ շարունակ հրավիրել է եւ հիմա էլ է շարունակում հրավիրել բանավեճի, ձեր քաղաքական հայրերը չեն ուզում գան, չեն կարող գան ներկայանան եւ ժողովրդին բացառաբաց ասեն, թե ինչ է կատարվել։ Իհարկե ժողովուրդը շատ լավ հասկանա ինչ է կատարվել։ Գնացել են բանակցել են մի բան, եկել են ժողովրդին այլ բան են ներկայացրել։ Մնացեք կոռեկտության սահմաններում եւ չհամարձակվեք այսուհետ հանրապետության վարչապետի եւ մեր քաղաքական թիմի որևէ անձի հանդեպ կարմիր գծերը հատեք։ Շնորհակալություն։ Լևոն Լևոնյան։ Բարի օր սիրելի երևանցիներ, հարգելի ավականու անդամներ, հարգելի փոխքաղաքապետ, ակամայից ես ընդդիմադիր դաշտի կիսա դատարկ նստարանները տեսնելով հիշեցի Չեխովի մեռած հոգիները, նաև այս ընտրության ֆոնին, թե ինչպես են սիրում կեղծել մարդիկ ընտրությունները, թե ինչպես են սիրում արհեստական մաքսիմալ ֆիկտիվ ձևով ընտրություններ կազմակերպել, հաղթել եւ հետո գալ այստեղից ինչ-որ խոստումների մասին խոսել, խոստումների կատարման 30%-ի մասին, ճիշտ է թիվը 30 չի շատ ավելի շատ է, բայց շնորհակալ ենք, որ գոնե այդ 30-ը արձանագրում եք, որ այդ 30%-ը կատարվել են աշխատանքների խոստումների, բայց մի բան հավելեմ, հարգելի Սուքիասյան, պարոն Սուքիասյան, ցավոք այստեղ չեք, եթե դուք եւ ձեր քաղաքական նախկին կնքահայրերը կամ ներկա կնքահայրերը գոնե 1%-ով կատարած լինեին իրենց խոստումները, մենք այսպիսի ահռելի ծանր բեռերի տակ չէինք մտնի եւ քաղաքի եւ ընդհանուր հանրապետության վիճակը շատ ավելի լավ կներ։ Գոնե 1%-ը։ Գալիս եք այստեղ օրակարգից դուրս ինչ-որ ակնարկներ եք անում նախաբանների մեջ ձեր, գալիս եք մագդիրներ, ածականներ եք ինչ-որ տարբեր գործածում մեր քաղաքական թիմի, մեր ղեկավարների, որոշ այլ քաղաքական գործիչների վերաբերյալ ու տենց սահում փորձում եք տենց անցում կատարել օրակարգային հարցերին, այդ քողի տակ, այդ ֆոնը ստեղծելով, Ժորժ ջան, եթե մտնենք այդ դաշտ, դուք այդ դաշտում հաստատ տանուլ կտաք։ Ես ձեզ նման բան խորհուրդ չեմ տա, որ դուք փորձեք, որովհետև անգամ ձեր իսկ քաղաքական հայրերը առաջին դեմքերի մակարդակներով խուսափում են բոլոր տիպի, բոլոր տեսակի բանավեճերից, բայց մենք բաց ենք այդ բանավեճերի համար, մեզ փորձը եւ պատմությունը ցույց տվեցին, թե ուր են հայտնվում բանավեճի հրավեր ստանալուց ձեր շատ թիմակիցներ, այնպես որ մի քողարկեք եւ տենց խոհափիլիսոփայական, տենց մագդիրներ, ածականներ մի գործածեք ձեր ելույթների մեջ, հետո նոր տենց սահուն անցեք օրակարգային հարցերին, այսքանը կխնդրեմ հետայսու գոնե մնալ եւ լսել ձեր տրված զառանցանքների եւ ցնորքների պատասխանները։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Հայկ Միրզոյան։ Շնորհակալություն, գործընկերներս լավ բնորոշեցին, հատկապես այն հատվածը, երբ որ փորձ է կատարվում բուն օրակարգից շեղվել եւ այլ քաղաքական, այսպես ասած, խոսույթ օգտագործել, բայց ըստ էության ցնանք քաղաքական խոսույթ։ Խոսվեց, պարոն Թովոսյան, ասում եք քաղաքական աշպարարություն։ Կներեք, քաղաքական աշպարարությունը որն է, երբ որ բերում ենք
լավ նախագծեր ու սկսվում է քաղաքական հաշվառություն։ Շուրջ ընդունեք, որ քաղաքի տրանսպորտի կառավարումը խիստ անհրաժեշտ է Երևան քաղաքին։ Այսօր եթե դուրս գանք ցանկացած Երևանցու հարցնենք, ասենք, պետք է այս խցանումները կառավարել։ Միանշանակ կասեն, որ պետք է։ Այս դեպքում բայց ձեր խոսացածը ինչ է, հաշվառություն չի։ Նույնը վերաբերվում է նաև այն թեմաներին, սա հենց առաջվա բերած, երբ որ մեր, այսպես ասած, քաղաքական օրակարգով բերված, մեր քաղաքական օրակարգով թելադրված նախագծերը բերվել աստեղ եւ ուրեմն ելի նույն ձևի փորձել եք ուրեմն քննադատել։ Քննադատել կառուցելը, բակերը կառուցելը, չգիտեմ, մանկապարտեզները կառուցելը, տրանսպորտը կառուցելը, հա քննադատեք։ Դա երևի իրոք այդ աշխարհություն տերմինը տենց լավ տեղավորվում է դրա մեջ։ Կոնկրետ այս նախագծի մասով ասում եք ձին կարգից առաջ, թե կարգը ձյուտ առաջ կառավարելու համար, տրանսպորտային հոսքերը կառավարելու համար դուք ունենաս նաև տրանսպորտային համակարգ։ Երբ որ մենք բերում ենք տրանսպորտային համակարգ ենք սարքում, ելի նույն պատմություններ, նույն հաշվառությունը սկսվեց, ես ինչ եք անում ես, ոնց եք անում ես, հաշվարկ ես են, եղբայր, չէ ես առհասարակ արձագանքում եմ։ Ես արձագանքում եմ եւ խոսքը վերաբերում է հիմա այս ելույթով, այս հարցը վերաբերում է տրանսպորտային համակարգի կառավարման կենտրոնի ստեղծմանը։ Այսինքն ցանցը պետք է ստեղծես, որպեսզի հետո կարողանաս ուրեմն կառավարես։ Եթե չկա մի բանի չկառավարես։ Ընդհանուր առմամբ ամփոփելով կարամ ասեմ, որ այո, քաղաքացիական պայմանագիրը եւ նաեւ իր կոալիցիոն գործընկերները քաղաքական օրակարգ են թելադրում, որի արդյունքում Երևանը ապրում է կտրուկ զարգացում, ինչը նկատելի է սկսած վերելակներից, տնից, երբ որ մարդը բնակիչը դուրս է գալիս, վերջացրած ուրեմն բակերով, վերջացրած մնացած ենթակառուցվածքներով քաղաքային, որը ակնհայտ պրոգրես է ապրում։ Եվ այսօր էլ անհրաժեշտություն է կառավարել տրանսպորտային հոսքերը եւ մենք դա կանենք։ Շնորհակալություն։ Արմեն Գալջյան։ Եվ բան Կիրակոսյան դուք ելույթ ունենալու եք։ Հա, անում եք։ Շատ վերջին ելույթ, Արմեն Գալջյան։ Շնորհակալություն, հարգելի Փամբողջյան, հարգելի գործընկերներ, անդրադառնամ ելույթներին։ Մենք այսօր քննարկում ենք լրիվ ուրիշ հարց, բայց ուրիշ բաների մասին խոսեցինք։ Երբ որ քննարկվում է, ասում եմ, մանկապարտեզների աշխատավարձ բարձրացրեք այս բյուջեի փոխարեն, նախ պետք է հասկանալ, թե ինչ թվերի մասին ենք խոսում եւ նաեւ հիշել, որ մենք մանկապարտեզի աշխատողների աշխատավարձը բարձրացրել ենք, եթե չեմ սխալվում, նախորդ տարվա բյուջեով էր կամ 2 տարի առաջ, հա չեմ հիշի, բայց նաեւ պետք է հասկանալ, որ այս հիմնարկը աշխատելու է միլիոնից ավել մարդկանց երթևեկությունը կյանքը կանոնակարգելու համար եւ հետեւաբար այն գումարը, որ դրվում է այստեղ, դա շատ ավելի արդյունավետ է, քան այն ինչ որ դուք առաջարկում եք, որտեղ դրա համար շատ ավելի մեծ գումարներ են պետք։ Ավտոբուս լինել չլինելու հետ կապված այստեղ պարոն Թորոսյանը հարց է տալի, քաղաքապետը ասում է, որ ավտոբուսներ գնելու ենք եւ ներկայացնում է, որ շուտով քննարկում է լինելու, ներկայացնում է ինչ ֆորմատով է պատրաստում այդ գնումները իրականացվել, հետո պարոն Մանուկյանը գալի ասում է, Ժողովուրդ ջան, իմացեք ավտոբուս չի լինելու։ Խոսքը հավանաբար երևի ընդամենը 2026 թվականի մասին է, բայց պետք է հիշել, որ դեռ կա 2027 թվական եւ 2028 թվական։ Ինչ վերաբերվում է առհասարակ երթևեկությանը, ես օրինակ չլսեցի որևէ առաջարկ, թե ինչ պետք է անել։ Խոսվեց միայն թե ինչն է վատ, եւ իմ համար գիտեք ինչն է տարօրինակ, որ դուք բոլորը ընդդիմադիր ֆրակցիաները հատկապես մտածում են ինչ անեն, որ մեքենաների համար հարմարավետ պայմաններ ստեղծվեն։ Ասում եք parking-ներ սարքեք, չգիտեմ, էս արեք, այն արեք։ Ժողովուրդ ջան, ավելի լավ չի առաջարկեք ինչ անենք, որ քաղաքում հեզանիվները շատանա, ինչ անենք, որ ինքնագլորները շատանա, ինչ անենք, որ սկուտերները շատանա, մոպեդները շատանա, այսինքն ձեր մտածելակերպը մերինից դա է տարբերվում։ Ձեր համար մեքենան է միայն տրանսպորտային միջոց։ Այդ որ ասում եք ձի բերեք, ձի պետք չի բերել, ձիուց հետո էլի տենց բաներ են հնարել, դրանից մեկը օրինակ հեծանիվն է։
Իսկն ձին այսօր ամենաժամանակակից տրանսպորտային միջոցը չի, եթե տեղյակ չեք, էլի։ Ինչ վերաբերվում է մի խոսեք, լրեք, ինչ վերաբերվում է վարչապետի հետ կապված խոսույթները, պարոն Թորոսյան, ես չեմ ուզում սա դաշտ մտնեմ, բայց ձեր ղեկավարն էլ հերթեր կանգնացել իր հետ խոսելու համար, այնպես որ եկեք այդ դաշտ չմտնենք, ով ոնց էր արտահայտվում, էլի։ Եվ նաև Ավտոշարասյան հետ կապված, այո, Ավտոշարասյան համար փակվում է ճանապարհներ, եւ դա նորմալ է, որովհետեւ ձեր պես քաղաքական գործիչներն են, որ քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն զբաղվում են ինչ-որ շենքերի վերագրոհելով, գիշերներով ինչ-որ բաներ, չգիտեմ, ընդհուպ միջև դուխի գողանալով եւ այդ մարդկանցից մեկի հետ պատրաստվում եք վաղարշապատում կոալիցիա կազմեիք, ուղղակի չստացվեց այս անգամ ձեր մոտ։ Եվ նաև ընդհանուր վաղարշապատի հետ կապված կուզեմ արտահայտվել, որ ձեր վարքագիծը վաղարշապատում այդ քարոզարշավի փուլում այդ ձեր խոսույթները շատ տգեղ էին եւ ուրախ եմ, որ պարոն Մեխակյանը կարողացավ արժանի պատասխան տալ բոլոր նրանց, ովքեր որ անձնական բնույթի վիրավորանքներ կամ այլ տիպի մեկնաբանություններ են անում, որոնք որ քաղաքական դաշտին հարիր չի։ Ինչ վերաբերվում է ընդհանուր նաև պարոն Թորոսյան, ասում եք նստեք մտածեք, պարոն Գալջան, դե մտածեք, մի բան արեք, ես հասկանում եմ, որ դա իմ մոտ լավ է ստացվում, բայց դուք էլ մտածեք, Ժորժ ջան, հիմա ես կարամ նախաձեռնեմ, բայց դուք որպես ընդդիմություն, որ ամեն ինչին դեմ եք, վստահաբար էլի եք դեմ լինելու, օքեյ, կնախաձեռնեմ, կխոսանք, տեսնենք ինչ կստացվի, բայց դուք էլ մի բան առաջարկեք, մենակ գալիս եք, ես ինչ թվին ասելիք, ես ինչ բանը պետք է սարքեք, բա ուրա ժամկետը լրացավ, խի մի ամիս ուշանում։ Մի ամիս կուշանա, բայց կլինի, բայց մի բան առաջարկեք, եկել եք մենակ բողոքում եք, ասում եք վատա, այս ինչը թիրա կարմիր գծերի հետ կապված ավարտում պարոն Փամբուխչյան, երբ որ ասում եք կարմիր գծերը անհիմն թանկացրեցիք, անհիմն չի թանկացել, որովհետև այն ավելի մեծ խցանումները, որ կարող էր քաղաքում լիներ, դա ուղղակի կանխվել է, եթե պատկերացնենք, որ կարմիր գծերի վճարը 12,000 դրամ է, դուք պատկերացրեք հիմա քաղաքում ինչ էր, պարոն Հարությունյանը թվերը ներկայացրեց, սա տենց այն ենթադրությունը չի, սա թվեր են։ Շնորհակալություն ֆրակցիաների անունից Արամ Թորոսյան։ Պարոն Միրզոյան, երևի լավ չեք լսել իմ ելույթը, աճպարությունը վերաբերվում էր ուրիշ բանին, խոսքս վերաբերվում էր նրան, որ պարոն Գալջան նախաձեռնեք լուրջ ինչ-որ քննարկումներ, նաև տրանսբանի երթևեկության կանոններով, որ մենք մշակենք, դիմենք համապատասխան մարմինները, նաև օրենսդրական նախաձեռնություններ, որ դրանով դիմենք ԱԺ-ին, որ փոփ մտվի, իսկ աճպարությունները վերաբերվում էր կոնկրետ մի դեպքի, հիմա շատ չեմ մանրամասնելու, երբ որ պարոն Գալջյանը մտել է մեր ֆրակցիայի ներքին գործերին եւ դրա մեջ մցրել է ուրեմն աշխատակազմի շատ հարգված մարդկանց, բայց ես հիմա չեմ խորանալու, դա էական չի։ Պարոն Գալջյան, երբ որ դուք ասում եք պարոն Մարությանը հերթեր կանգնած, եթե մի քիչ կադրերը նայեք եւ շարժը ինչ որ 18 թվին տեղի էր ունենում միջև Հայկ Մարությանի միանալ այդ շարժմանը եւ Մարությանի միանալուց հետո ակնհայտ է, դրա մասին կրկին շատ չխոսանք։ Տիկին Քերոփյանին ես մի բան կուզեմ ասել, որ այո, շատ ճիշտ մոտեցում է տրանսպորտի եւ այդ բանի մատակարար մեքենաների ժամային սահմանափակում մտցնելը, այդ դրա մասին եմ խոսում, այսինքն կա ոչ թե ելույթից ելույթ խոսելու անհրաժեշտություն, որտեղ այս տրանսպորտի հարցը մենք պետքա վեր դասենք քաղաքական ինչ-որ խնդիրներից, այլ պետքա մարդիկ տանջվում են, երեք իմ երեխեն իրա շատ վատ ազգացը ավտոբուսի մեջ, հիմա չմանրամասնեմ կոնկրետ, մի օքու էլ բերել են Իզաբելա Աբգարյանն էլ կուրտկանա ճղե, չգիտեմ, մի օքու էլ բերել են իսկականից այդ ավտոբուսը կանգնացրել են, ոստբան սկորի են բերել, որ այդ մարդը մի կերպ բան անի, այսինքն հարցը պետքա կոմպլեքս լուծել, նաև այդ շարժակազմի հետ կապված եւ ստեղ ընդեղ շատ ավելորդ փողեր կա, որ ծախսվում է, կարելի է կրճատել եւ կտրուկ առնել, ավելի շատ շարժակազմ առնել եւ դա իհարկե հարցի լուծումը, ինտերվալները կրճատել ավտոբուսների եւ այլն դրա շնորհիվ։ Այդ է խոսքը գնում, դրա մասին է խոսքը գնում։ Մենք էլ նախաձեռնում ենք, նախաձեռնեցինք, ինչ որ նախաձեռնեցինք, մերժեցինք, դրա համար ասում եմ դուք նախաձեռնեք, խելքի տանք, այս տրանսպորտի հարցը շատ կարևոր է, որ պետք է լուծվի, ոչ միայն տրանսպորտի հոսքերի բանի ու հաստատ
պարոն ԿՊ-ն այտենց հստակ մենակով չի կարա, էլի, ինչ էլ մենակով անում եք, բանակցություններ էլ եք արել մենակով, ամեն ինչ արել եք, շատ ծանր վիճակ է դրանից է։ Ինչ վերաբերում է Էջմիածնի, ես որպես չմասնակցած մարդ դերնդե ես շատ մանրամասն չգիտեմ, փաստերից խոսենք։ Դուք 50% չեմ չեք հավաքել Էջմիածնում եւ բախտ եք ունեցել, չէ, փաստացի ձայներով, 50% չեք հավաքել փաստացի ձայներով։ Պլյուս մենք չենք մասնակցել, ես իմացում եմ օբյեկտիվ կողքից գնահատական։ Պլյուս Ժողովուրդ ջան, Էջմիածին հենց քաղաքում դուք փաստորեն ավելի քիչ ձեն եք հավաքել, քան համար երկրորդ հավաքածը եւ այտենց են մամուլը ասում, մամուլը այտենց ասում։ Okay, ես մամուլին եմ ասում եւ երրորդը դուք հաղթում եք որևիցե ընտրություն մենակ նրա շնորհիվ, որ ինչ որ տեխնացուների հետևը կանգնած է Ռոբերտ Քոչարյան անունը։ Ես այդ մարդուն 1000 անգամ երկրորդ նախագահ եղել, 1000 անգամ որպես քաղաքացի դիմել եմ, ելի եմ դիմում, պարոն Քոչարյան, դուս եկեք քաղաքականությունից, հեռացեք վերջնական եւ դրանով այս քաղաքի երկրի ուրեմն շարժը քաղաքական շատ ավելի կակտիվանա, շատ ավելի ունակ ուժեր կգան եւ մենք չենք ունենա կիսատ պռատ լուծումներ անող քաղաքական դաշտը, այդ այսպես Եզրափակիչ դուք եք, պարոն Մանուկ Սուքեսյան։ Եվ պարոն Սուքեսյանից հետո պարոն Գրիգորյանը եզրափակիչ ելույթով եւ հարգելի գործընկերներ, պարոն Սուքեսյանից հետո պարոն Գրիգորյանը եզրափակիչ ելույթով հանդես կգա եւ այնուհետեւ քվեարկության անցնենք, որպեսզի միջընդմիջում քվեարկությունը տեղի ունենա, համեցեք։ Շնորհակալություն։ Հայաստանը ինքնաբավ ինքնուրույն քաղաքական ուժ է, պարոն Թորոսյան, եւ մենք ստացել ենք մեր քվեները, ինչ վերաբերում է որ կոչ եք անում թողես ինչ մարդը կամ ինչ մարդը դուրս գա քաղաքականությունից, գայիք, մասնակցեիք առանց որևիցե մեկի ականջների 5% էլ դուք տանեք, եթե տենց ձեր ցենը տակ տեղից է գալի, էլի։ Ամենայն դեպս անցնենք բուն թեմաներին, որ պարոն Գալջան, որ ասում եմ ձիվ ներկերեք, չեմ ասում ձիվ ներկերեք մարդիկ ձիով շրջագային։ Ձին համայնքային ոստիկանության համար է պետք գալու, հետև եթե խցանում եղավ ու մի հատ դեպք եղավ, մենակ ձիով կարելի է հասնել այդ վայրը, կա էլի եվրոպական շատ քաղաքներում ընդունված է հեծյալ ոստիկանությունը։ Ինչ վերաբերում է հեծանիվներով, մոպեդներով, այս քաղաքի ռելիեֆը դուք գիտեք, հիմա ասենք ոնց եք պատկերացնում, դուք որ հյուր գնաք ընտանիքով, ասենք հարավ-արևմտյան թաղամաս, ձեր տունն էլ Հավանում է, հետո տնեցիքով 4 հատ հեծանիվով սենց բարձրանալու եք Իրիգունը ժամը 11-ին բան, հա, Ավան, Բանգլադեշից, կներեք այս բառի համար։ Հիմա բուն բանի վերաբերյալ, որ ասում եք բերեք, դուք բերեք, տրանսպորտի հետ կապված մի հատ կասեցման որոշում բերեցինք, ճողոպրեցինք, 17000 երևանցու ստորագրությունով նախագիծ բերեցինք, դալիճից էլի թողեցինք գնացինք։ Տիկին Մելիքյանը Մարկա Սետրակյանի անունով փողոց անվանակոչելու նախագիծ բերեց կոնյակի գործարանի մոտ, ասեցինք բան այնտեղ անձնագրերը, հասցեները, բանը չընդունեցինք, բայց Լենինգրադյանի պարագայում որ Գրիգորյան պիտի դառնար հազարավոր հասցեներ պիտի փոխվեն, այդ ժամանակ խնդիր չկար։ Կամ ես մետրոպոլիտենի շուրջ 50 տարվա աշխատակիցներին քաղաքացու, պաշտպանող քաղաքացու կոչում տալու նախագիծ բերեցի, ընդհանրապես բավարարվեցիք պարգևատրումով, ինչա թե ընդդիմությունն է բերել։ Իսկ ընդդիմության բերած առաջարկներն ու նախագծերը ինչ արձագանք գտնում, որ մի հատ էլ ասում եք, այս թեմայով դուք բերեիք օրինակի համար։ Ինչ վերաբերում է այդ քաղաքական հայրեր, քաղաքական կնքահայրեր եւ այլն, որը շատ լոյալ կերպով պարոն Փամբուկչյանը հանդուրժեց, որ տարբեր նման բնորոշումներ հնչեց։ Ժորժ ջան, էլի պիտի հիշացնեմ 21 թվականի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո բացի-բաց որտեղից է եկել ձեզ աջակցություն։ Պաշտոնական անկառան ձեզ սատարել է։ Հիմա ձեր քաղաքական հայրերը Էրդողանն ու Ալիևն են, կնքահայրներն էլ Փաշազադեն է։ Դուք այդ ում եք եկել ինչ ասում, էլի։ Ես որ այդ քաղաքական խոսույթի մեջ որ խորանում, նույն Էջմիածնի հետ կապված, հա։ Այն ուսուցիչը որ բան էր բաժանում, բարեգործություն, բան։
այդ նորմալ եք համարում։ Այդ նոր ասեց էլի որ դոքսում կերուխում եք, գցել որ հանկարծ սկսել եք տարիքներ վերանորոգել, հատկացումներ անել, ասենց առատության եղջյուրից մարդկանց կարիքներով, բայց մեկը էլ այդ բանաձևով 50 պլյուս դուք չեք հավաքել։ Եվ անգամից լավ 60 եք հավաքել, ենթադրենք թե Գյումրին հիշեք, Վանաձորը հիշեք, Ալավերդին հիշեք, Բերդը հիշեք, Փարաքարը հիշեք։ Ձեր կառավարած Հայաստանում ընդդիմադիր համայնքապետները մեկը սպանվում է, մնացածները համատարած ձերբակալվում են։ Հիմա տեղ ինչ տա ժողովրդավարության։ Այսինքն ով ձեր թիմակիցը չի, իրան վիճակված չի 5 տարի պաշտոնավարել տեղական ինքնակառավարման մարմիններում, ու հիմա դուք եկել եք որ էպիտետներ եք ուզում գտնեք, բան անեք, դե լավ է միտեղ Դոնթի Բանաձևի հաշվին կարողացել եք 48-ը դարձնել 52, որ դուք իշխանություն ստանձնեք, 6-7 ամսից հետո